Իհարկե, ֆինանսական մասը շատ կարևոր է նմանատիպ հարցերի լուծման ճանապարհին։ Ոչ միայն նմանատիպ հարցերի, ցանկացած հարց, եթե դուք որոշել եք բիզնես սկսեք, չգիտեմ, ձեր առողջությամբ զբաղվեք, յուրաքանչյուր դեպքում ֆինանսական մասը միշտ պետք է հաշվի առնել, եւ ես հնարավորինս փորձել եմ բարձրացնել այդ ֆինանսական մասը պացիենտների հետ զրույցի ժամանակ, որպեսզի մարդը առաջին անգամ կոնսուլտացիա գալուց հստակ պատկերացում ունենա մեր հետագա անելիքների մասին, ինչ ենք մենք պատրաստվում անել։ Հետագա անելիքները ոչ մենակ վերաբերվում են քայլերին, ինչ անալիզներ ենք անելու կամ ինչ բուժման մեթոդ ենք ընտրելու, այլ նաև ֆինանսական հարցերին։ Ես տալիս եմ, չեմ ուզում ասեմ 100%-անոց հստակ ինֆորմացիա, բայց 90% տալիս եմ ինֆորմացիա, ինչ ֆինանսական ծախսերի հետ է կապված լինելու, նրա հետազոտությունը, բուժումները եւ մնացած հետագա քայլերը։ Հավանականությունը, իհարկե շատերն ասում են, բա դեղեր, ասում դե ես դեղերը ոչ եմ կարող նախապես իմանամ ինչ եմ նշանակելու, մի հատ էլ դեղերի մասին, գների մասին ինֆորմացիա տամ, էլի։ Ու կան դեպքեր, որ պացիենտը ասում է, կլինի մտածեմ գամ, օրինակ յամ ասենք դուրս է գալիս, միջանցք մտածում հետ է գալիս։ Պացիենտներ կան նայում ասում են, բայ ես չի պատկերացնում, որ այսքան ֆինանսական ծախս է, ձեր կոնսուլտացիա համար վճարեմ, գնամ, երբ որ պատրաստ կլինեմ հետ կգամ։ Բայց ես գիտեմ, որ տարբեր տեղերում այս ամեն ինչը խճճված, այս շատ է ասես մոլորության մեջ դնում պացիենտին ու ի սկզբանե ներկայացվում է հետազոտություններ, կոնսուլտացիա, չխոսվելով նրա մասին, որ բուժումը իրենից առանձին ծախս է ներկայացնում եւ բժշկի աշխատանքը եւ դեղորայքը ու պացիենտը, ով արդեն անցել է հետազոտությունները բոլոր, պարզվում է, որ իր խնդրին լուծում տալու համար դեռ հլա ահագին գումար է պետք, որի մասին ինքը ի սկզբանե չգիտեր։ Եվ պացիենտը կանգնում է փաստի առաջ, ինքը արդեն դիմել էր այդ կլինիկա, հետազոտվել էր, ահագին ծախսեր բան, վտանգ կա, որ ինքը այդ թղթերով գնա այլ կլինիկա, գիտեք, հիմա այդ երևույթը շատ տարածված է, ասում են, էսի չի անցնի, մեր մոտ պետք է անես անալիզները։ Անալիզների ծախսը կրկնապատկվում է, ու այսպես շատ տհաճ իրավիճակներ են ստեղծվում։ Դրա համար ես ի սկզբանե գրեթե 90% ինֆորմացիան տալիս եմ։ Ես չեմ ուզում, որպեսզի պացիենտը ինձ դիմի, սկսենք մենք հետազոտելը, պատասխանները պատրաստ լինի ու կեսից ինքը անակնկալի գա ֆինանսական հարցի մասով, ասի վայ կներեք դոկտոր, ես չգիտեի, որ հլը էլի ծախս ունեմ անելու ու ինչի համար հետազոտվի, եթե բուժումը չենք սկսելու։ Դրա համար ես կարծում եմ ի սկզբանե կարելի ուղղակի այդ ամենի մասին մանրամասը զրուցել։